ձեներդ գցե։ Կսեն Գյումրեցին հենց ըմբես ձենը գլուխը չի գցե։ Կռիվենելուց էլ ըմբես գենե, որ կողքից նայողի հավեսը կա։ Լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի վառեմ։ Համով հոտով կռվջիներից էր Գայլանովենցը, ում վառել մարելուց ֆիլմում քանի հոգի վառան, բայց Գյումրեցու հումորը այդպես էլ չմարավ։ Կինոյի հայատներից մինչև ամեն Գյումրեցու տուն ու դուր, հեչ մի անգամ նեղուլեն օրերին հումորը մեզի մենակ չի թողե։ Վստահ եմ, որ բոլորն էլ հասկնան գթե վախտին Գյումրիում նկարահանած ֆիլմերը ինչքան մեծ ազդեցություն են ունեցել Գյումրին որպես հումորի քաղաք դարձնելու հարցում։ Կտորմը երկնքից ուրախ ավտոբուսով այդ հումորը հասավ Եռանկյունի, երկեցին օրերի երգն ու Պարեց մանկության տանգոն։ Ֆիլմերից շատերը ներկայացնեն կորուստի ու դժվար ժամանակներ, բայց սուր միտքն ու հումորը այդ վաղտ այդպես էլ չկորան։ Ըդիկ հո ես չեմ սե։ Դեդիկ մերը բարտասամանցի ես է։ Գիտեմ, Ջորդանը Բրունոնը ես է, դու վառել են։ Բայց որ լենականցի եղներ հո չէին վառե։ Օրինակ մեր այդ խոսացած լենականցիկ էլ լսեցին, որ առաջվա կինոների մեջ եղած հումորը շատ ավելի գրագետ ու լավն էր։ Վաղվա հումորները ավելի լավ էր, քան թե մի բանները չխորտեսենք մանավանդորդ հաղորդումները գնայց որ կգնին ատորի տագը, սեղնի տագը, բան չես մտածես că դեդիկ ինչ հումոր էր։ Ու կմտածես էլի դեդիկ հումոր կարել էր անվանել։ Դե բնականաբար հին ֆիլմի հումորն ավելի լավն է, քան հիմա ժամանակակից ֆիլմերինը։ Որ ֆիլմերն եք նայել։ Մեր մանկության տանգոն, թտենին, ու մինչև հիմա էլ նայում եմ մեծ հաճույքով։ Այսօր հենց այդ հումորն է դարձել այցեքարտը Գյումրիում։ Ներկայի հումորն էլ ինչ որ չափ չի զիջվում, բայց ամեն դեպքում հինը դասական է, այդ համն ու հոտը ամեն դեպքում շատ ավելի գերակշռող է ու շատ ավելի լավ է։ Բայց մեր վարյանում սիգե լսենք մեզնից նեղեցող չեղնի։ Մի բան ռեստորաններն է վատը չեն։ Մենք շփվում կել որ ասենք արի տեղա մի բանը։ Քսեմ է այդ կինոն նայ կրը բանը բայց փոքր տարածքի մեջ է հանած հնարավոր է ես էլ անի մեջ։ Մինչ դուք ուշադիր կեղնիկ ճանճեք ես մարդուն թե չէ, եկեք հիշենք մեր ճանաչված դեմքերին։ Վերջը հարգանք պատիվ ուր մնաց։ Երգիծանք հումոր պարգևող այդ մարդիկ ընդհանրում ավելի շատ հումոր երգիծանք բառը կարելի է շարժումներով դա պարգևել իրաց մոտ կա խորը փիլիսոփայություն իրաց ամեն մի խոսքի մեջ։ Հենց այդ փիլիսոփայությունն է որ մարդ մնում է մարդու հոգում ու երբեք իրան չես մոռանում։ Ֆրունզիկը հայտնի է իր կներեկոդար բարիս համար իմպրովիզացիաներով։ Ֆրունզիկ Մկրտչյանը Միմինոյի մեջ պետք է նկարվի միայն հուրյանոցի տեսարանը կդորը փոքր, այդպես էր սցենարով։ Սցենարը այդպես էին գրել։ Հուրյանոցի փոքր կդորը մեկ է ռեստորանում մի քիչ ու փակված էր այդ հարցը, այդքան էր ֆիլմը։ Քանի որ ինքը իր իմպրովիզացիայով բան հեղինակը ու ռեժիսորը տանեն սկսեցին մտածել գրել դե բան երկրծել են բան պահել բայց ինքը իր իմպրովիզացիայով էր խաղում ֆրունզիկը սկսեց բան արի նեսկոմ մենկոմ բան հա վերին ուրեմն ես ներկա եմ եղել ինչ որ ասում լրիվ ներկա եմ եղել այնտեղ ես էլ էի նստած տալիջում դատարանի ժամանակ տալիջում հանդիսատեսը նստած էր բերել էին որպեսզի փող չտան դրսից բերել էին սիրողներ այնպես մարդիկ բերել տարբեր նստել էին տալիջում երբ որ սկսեց ֆրունզիկը խոսալ այդ սկսեց խոսալ սրանք ծիծաղում էին չէին կարող ռեժիսորը կանգնեցին որ նորից էր փորձում նորից ինչա 3 օր դուք չեք պատկերացնել փոխին մարդկանց փոխելով որ գումարժան բան չկարողացան վերջը հրավիրեցին դերասաններ որովհետեւ կարողանան հանրագարել Կուզեմ ասեմ որ մեկ փոխել է սցենարը ավելցրել է իր արտահայտությունները ու հանակեր է նույնիսկ նկարահանումների ամենալարված պահերին բայց այդ հումորը մենակ էկրանին չի դրսևորվել կադրից դուրս էլ իր մոտ որակով հումորի պակաս չի եղել մեր Մկրտչյանի կյանքը նաև արկածներով լի է եղել Հելա ոչ տոմս ունենք, ոչ բան ունենք, ազնվորեն եմ ասում, ամեն իջանք դեպի գնալիք պրաշա 4 հոգով կանգնած են, այդ լոջիկներն երկուսը բանով այդ 4 հոգին, վայ Ֆրուժան ցավ բան իսկում եք որ վսոչի գիտե բան, ու դիսկրակ սա ֆրուժը տոմս երցնենք, սա ինչ տոմս, մեզ հետ գալիս, հենց ինանց մոտ նստանք, հետևը, դրանք իջանք Ադլեր իջանք, մտանք բուֆետ, որ բանանենք ու դիգնանք բանը Սոչի մտանք բուֆետ որ հո պետար հայեր են նստած հայ տղեկ իրաց ընտանիքներով եկել են ինչ որ Պետերստան Սևցովը բանով փուչով կանոնի 6 օրով հանգստանալու ծովի մեջ
Բանը բանը քելեք դուքել, արդեն վերջում որ բարձավ, արդեն դուքել արեք բան, ամենալավ կայուտան տվին մեզ ինձ ու իրան, գնա բանի միջի։ Գնացինք հետ եկանք, նորից մտանք այդ բուֆետ, նորից բան, դուրս եկանք Երևան, այս խաչախանում, մի կոպեկ չէր ծախսել, 1000 ռուբլի ջեբում մնաց։ Այդպես հարկված է փրոզին։ Երբևէ մտածել ես Գայլանովենցի հայտնի դերը հնչե հենց իրան բաժին հասե։ Ինչքանոր դերն է հետաքրքիր ըտկանել իրա կերպարի ընտրման պատմությունը։ Իա, Ալբերտ, բարևեց մեզ, բանը Ալբերտ, ինչ եղավ, որոշեցիր, ում պիտի նկարես, ասեց հա Գայլյա ջան, Սոֆիկոյին պիտի նկարեմ։ Բայ, չեք պատկերացնել ինչ կատարվա։ Դու գնա այնտեղ պոստիդ վրա վերընկի։ Ալբերտը նայեց Գայլյային ու ասեց դու ես Գայլյա ջան։ Գայլյանը նկարեց։ Գյումրվա հումորի մյուս կարևոր առանձնահատկությունը ինքնահեգնանքն է։ Ֆիլմերի հերոսները մեկ-մեկ խնդանք է իրանց անհաջողությունների վրա, չեն ամճնա իրանց թերություններից ու կռնան նույնիսկ դժբախտության մեջ հումոր գտնին։ Էդիկեն մշակութային ժառանգությունն է, որ ձևավորվել է քաղաքի պատմության, դժվարությունների ու մարդկանց կենսափորձի արդյունքում։ Հումորը միշտ պետք է, այնքան այդպես հումորներ կան, շատ են հումորները։ Հին հայկական ֆիլմերում Գյումրի ներկայացվիկը ոչ միայն որպես քաղաք, այլ որպես յուրահատուկ աշխարհ, իր փակերով, հարևաններով, բարբառով ու կենսասիրությամբ։ Դոր համար էլ Գյումրվա հումորը մինչև այսօր մնաք արտիական։ Գյումրի հումորը բարևա, վեր է ամենից, այո։ Որտեղ մենք մեր ամենաառօրյա թեգուց ենք ինչքան է տխուր ենք, անպայման հումորը մեջ կերնի։